Валикджан, у нас дилижане. В кухне открываешь простой кран, вода течет. Второе место занимает в мире. А первое в Երևանը, да? Մենք, հայերս, դեռ վաղ ժամանակներից սիրում ենք օտարազգի հյուրերին ցույց տալ մեր հայրենիքի առավելություններն ու ինչու ոչ գլուխ կովել։ Կար ժամանակ, երբ Հայաստան եկած տուրիստները զարմանում էին, ինչպես է հնարավոր ծորակը բացել ու առանց խնդրի խմել ծորակից եկող ջուրը։ Նույն օտարները այդ ջուրը խմելուց հետո էլ ավելի էին զարմանում։ Մաքուր, սառն ու համեղ ջուր էր հոսում Հայաստանի ծորակներից։ Վերջին տարիներին Հայաստանում ծորակից ջուր խմելը գրեթե անհնար է դարձել։ Խնդիրն ավելի սուր է Էրեբունիում։ Այստեղ բացում է ծորակն, իսկ այնտեղից դեղին ջուր է հոսում։ Բնակիչները պատմում են, որ ծորակներից հոսող ջուրը հաճախ ունենում է տհաճ հոտ եւ համ, երբեմն էլ ստանում է դեղնավուն երանգ։ Ասում են, ամիսներ շարունակ լսել են հավաստիացումներ, թե անհանգստանալու պատճառ չկա, սակայն սեփական աչքերով տեսածն ու զգացածը հակառակն է հուշել։ Վայ, քլոր ասախ։ Հնարավոր չի։ Ջուր չունենք։ Խմելուց էլ որակը ամբորակ, ջուրն էլ բանի պետք չի, ոչ մի բանը պետք չի։ Շատ դժգոհ ենք, շատ վատն է, բանը Արցախի պողոտայում, ջուրը շատ վատն է։ Այս մի երկու տարի է վիճակն է։ Մենք գումարը վճարում ենք ոնց որ պետքն է, մի ուրիշը լավն է խմում, մենք գնում առնում ենք։ Այդ գումարը պետք որ առնես։ Ամեն դեպքում շատ վատն է։ Կտրվում է տաք է գալիս, համը լավը չի, փիսոտ է գալիս։ Եթե դե ես մենակ եմ, երացնում եմ, խմում եմ, բայց մեծ ընտանիքը չի կար աղջիկս։ Ոչ չեմ։ Համ հոտ, ինչից է հոտ է գալիս։ Առաջվանը շատ լավ էր, հիմա փոխել են ճիշտն ասած։ Ինչքան ժամանակ կլինի, որ ահագին վաղտ է, շատ գոհ եմ։ Այո։ Այո։ Ոչ։ Հենց երեք զգացին, որ փոխել են արդեն։ Համ էր գալիս։ Ոչինչ։ Ինչ-որ փոփոխություն նկատում եք, ի՞նչն է փոխվել։ Մի քիչ ոնց որ, մի քիչ։ Բնակիչների բողոքներին ի պատասխան Վեոլիա ջուրը շարունակել է նմուշառումներ կատարել եւ ջուրը լաբորատոր հետազոտությունների ենթարկել։ Ընկերությունից վստահեցնում են, ջրի որակը համապատասխանում է գործող չափանիշներին, իսկ առողջության համար վտանգավոր շեղումներ չեն արձանագրվել։ Ջուրը լաբորատոր փորձաքննության տարել են նաև բնակիչները։ Լաբորատոր զննությունը ցույց է տվել, որ խմելու ջրում կան խնդիրներ։ Քաղաքացիները դիմել են իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանին։ Վիոլայի ջուրը մարդը ծորակը բացում է, տեսնում է դեղին ջուր, որ ակնհայտ է, որ խնդիր կա։ Վերջում պարզվում է առողջապահական տեսչականը խնդիր չի հայտնաբերում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խնդիր չի հայտնաբերում, Վիոլան բնականաբար ինքը իր համար խնդիր երբեք չի հայտնաբերում, բայց չգիտես ինչու, երբ որ հանրային վերահսկողության շրջանակներում իրականացվում է ջրի նմուշառում, միշտ ինչ-որ խնդիր հայտնաբերվում։ Տարբեր բնակավայրերի ջրերը լաբորատորիա է տարել նաև Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, այս դեպքում եւս խնդիրներ են հայտնաբերվել։ Բազմաթիվ են քաղաքացիները բազմաթիվ հասցեներում, Երևանի, չգիտեմ, Շենգավիթից ներքին Չարբախ, Էրեբունի, Աչափնյա անգամ մասիվ, որի ջուրը միշտ համարվել է իբր լավը, չգիտեմ, Մասիս, Հոկտեմբերյան եւ բազմաթիվ այլ բնակավայրեր, որոնք վճարում են խմելու ջրի վրա համար, բայց իրենք չեն խմում այդ ջուրը։ Շշալցված ջուր են խմում, դա ջուրը ուղղակի մոտենալ չի կարելի, մարդիկ թունավորվեն այդ ջրին, փորձեն անգամ մոտենալ։ Սոցիալական ցանցերում էլ բնակիչները քննարկում են ինչպես լուծել խնդիրը։ Ակցիա անեն, չվճարեն ջրի սպասարկման համար, չգիտեն, բայց գիտեն, որ հիվանդանոցներում են հայտնվում ջրի որակի պատճառով։ Անտանելի է համը, էլ չեմ ասում սպասքը լվանալուց հետո վրան մնացած սպիտակ հետքերը։ Ոչ մի լուծում չեն առաջարկում, միայն ասում են, որ անվտանգ ջուր է առողջության համար։ Չեմ հավատում։ Էրեբունու հարգելի բնակիչներ, այս ինչքան համբերատար եք դուք։ Տարիներ շարունակ մեր ամառվա ջուրը հարամելով պատկան մարմինների կողմից, վնասելով մեր առողջությունը, ինչու չէ նաև հարվածելով դրամապանակին դեռ հանգիստ նստած եք տանը ու ոչ մի բողոքի ակցիա չանելով վայելում եք թույլ նապորով, տիղմով արտեզյանի համեղ ու հոտավետ ջուրը։ Ժողովուրդ ջան, ինչքան կարելի է լռել, պատերի տակ բողոքելով ոչինչ չձեռնարկել։ Խելոք թաղամաս ենք փաստորեն, այս նույն իրավիճակը տեսնես կհամարձակվեն կենտրոնում կամ Վահագնի թաղամասում իրականացնեն այս խարդախ ջրափոխումները։ Իհարկե ոչ, այդ համարձակությունը չեն ունենա։
Ոչ մի վճարում մի կատարեք։ Մենք չենք վճարում, որ խմենք առողջության համար վտանգավոր ջուր։ Ոտքի կանգնեք հարգելիներս եւ ձեր բողոքի ակցիան արտահայտեք համապատասխան վարչական ատյաններում, այլևս դիմանալու չէ, վերջ դրեք վերջապես այս խնդրին։ Շնորհակալություն ուշադրության համար։ Միանշանակ համաձայն եմ։ Ես էլ չեմ վճարելու հաջորդ ամսվանից։ Իմ երեխաների մոտ էլ առողջական խնդիրներ են առաջացել ջրի պատճառով։ Արդեն խանութից ենք ջուրն առնում, ինչն էլ մեծ անհարմարություններ է ստեղծում։ Այո, պետք է համախմբվել, միասնական բողոքել։ Veolia ջուր ընկերությունից ասում են, գրավոր հարցում ուղարկեք, որ պարզենք ինչն է խնդիրը։ Պիպոյանն էլ վստահ է, խնդիրը խորքային է։ Պատասխանատու է ոչ միայն ֆրանսիական ընկերությունը, այլ նաև հանրային ծառայությունները վերահսկող հանձնաժողովը, որն ըստ Պիպոյանի զբաղված է ոչ թե հանրային ծառայությունները վերահսկելով, այլ դրանց աջակցելով։ Քաղաքացիներն են իրենց համար տանում, հետո լաբորատոր պատասխաններ հրապարակում, որ խնդիրը տեսնում են։ Դե դուք երևի չեք պահել մշակման կարգ։ Գիտեք, հայտնի անեկդոտ կա։ Մեկին դատում են, ասում են, չեք դատում, ասում են, որովհետև տեսել են 30 հոգի, ինչպես ես դու ոսկին գործարանից անել։ Ասում են, այ քեզ բանուց մեկ ես էլ 1500 հոգի բերեմ, որ չի տեսել։ Հիմա մեր Վիոլան, մեր հանրային ծառայությունները, մեր առողջապահական տեսչականը աշխատանքի նրանք աշխատում են չտեսնելու մեխանիզմով։ Ավելին որը որ ֆրանսիական որևէ ընկերություն կամ Ֆրանսիան որպես պետություն մի հատ հայտարարություն անի, որ Հայաստանի դուրը չգա, ես ձեզ հավաստիացնում եմ, կպարզվի, որ Վիոլայի նման խայտառակ հիմնարկ Հայաստանի Հանրապետությունը իր պատմության մեջ չի ունեցել Երանի տանկ են Երևան ջրի օրերին։ Մասնագետներն ահազանգում են նաև ոչ միայն ջրի որակի մասին, այլ նաև Veolia ջուր ընկերությանը տրված արտոնությունների մասին։ Այս ընկերությունը գործակցում է կառավարության հետ։ Ինչպես Արփինե Հովանիսյանն է պնդում, կառավարությունը ոչ միայն ընկերությանն ազատել է ներդրումներ անելուց, այլ նաև մի շարք տուգանքներ վճարելուց, իսկ 2023 թվականին կառավարությունը ջրի նոր որակ սահմանող որոշում է ստորագրել, որն ուժի մեջ է մտնելու 2027 թվականին։ Այս որոշումն իրավունք է տալու ընկերությանը շարունակել բաժանորդներին տրամադրել անորակ ջուր։ Սեդա Մակաջյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։